Ուրեմն գյուղացու համար ամենաառաջի գերխնդիրը այսօր վարկյավորման ծրագիրն է, գյուղացին չափազանց աղքատացել է եւ իրեն այս ներդրումները չի բավարարում, ասենք իրենց ստացած եկամուտներով ինքը ստիպված դիմում է վարկերի, իսկ վարկերը անգամ բարձր են ակվաբանկի, օրինակ 18-ից մինչև 24%, որը գյուղացին այդ արդյունքը չի կարող ապահովել կարճաժամկետ տարում։ Իսկ աշխարհի փորձը կա, ասենք միջազգային փորձը տարբեր երկրներում գյուղացուն 4%-ից ավել վարկ չի տրվում, երբ տրվում են երկարաժամկետ։ Այս խնդրի մասին բազմաթիվ անգամ ես գիտաշողումներում եւ հանդիպումների ժամանակ բարձրացրել եմ։ Այսօր ցավալին նա է, որ մեր Արարատյան դաշտը, մեր գյուղը, որը շատ զարգացած գյուղատնտեսություն էին վարում, կոմունիստական հասարակարգի ժամանակ մարդիկ տարեկան մի մեքենա են առնում նոր բանը, բայց այսօր սանանկացած թողնում են գյուղը եւ մարդիկ գնում արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի բան։ Եվ պետք է այս հարցի մասին շատ մեծ լուրջ մտածողություն գյուղացու կողքին կանի եւ առաջի համար առաջի խնդիրներից է, որ պետք է լուծում տալ։ Մի բան կասեմ, որ մեր կառավարության, մեր պրեզիդենտի առաջի գերխնդիրը պետք է լինի ամբողջ դեմքով թեքվել դեպի գյուղը, ուսումնասիրելով, նայելով միջազգային վիճակը, Աֆրիկայի կես այսօր քաղցից, Եվրոպան այսօր տեսեք Հունաստանը, Իսպանիան, եւ պետք է մենք ինքնաապահովման խնդիր լուծենք։ Իսկ դա մենք այսօր բարենային անվտանգության խնդիրը պետք է լուծենք, որովհետեւ շատ ապրանքներ, որ կարող է հայ գյուղացին արտադրել, ներ են մուծում։ Այսօր 85%-ից ավել ներ է մուծում բարենային մթերք։ Իսկ ոչ մի երկիր չի կարող իր բարենային անվտանգությունը պահպանել, եթե 15%-ից ավել բարենա ներ մուծում։ Դա ազգային գերխնդիր է, պետք է այս հարցի ուղղությամբ մտածել եւ չպետք է հպարտանալ, թե նոր հիվանդանոցներ են կառուցում, նոր տեխնիկային, այլ պետք է հպարտանել, թե ինչքանով է քո ազգը առողջ, ազգին պետք է կերակրել առողջ սննդով, ազգային ժամանակ մրցունակ կլինի, երբ որ առողջ լինի, մրցունակային ազգ, իսկ նման խնդիրը լուծելու համար առաջի հերթին պետք է սկսել գիտությունից, կրթությունից եւ գյուղատնտեսությունից, երկրի ապագան միայն դրա մեջ եմ տեսնում, որովհետեւ վերցրեք ճապոնական փորձը, որ այդպիսի աշխարհի շուկաների շատը սպասեցրեց իր շնորհիվ գիտության եւ իր շնորհիվ իր հայրենասիրական մոտեցումով։ Պետք է այնպիսի գաղափարախոսություն, թե գյուղացուն, թե քաղաքացուն, որ ամեն հայ ոչ թե ասի սա երկիր չի լինի, այլ հպարտության մասի։ Սա իմ սիրելի երկիրն է, իմ հայրենիքից քաղցը, որ անուշ երկիր չկա։ Այս հոգեբանությունը պետք է ամեն մի հայի մեջ սերմանա եւ ամեն մի թիզ հողի համար պետք է պայքարենք։ Նու զբաղվում են, ինչու՞ չէ, բանը խնդրեմ այդ կարկուտային սարքերի տեղադրում, բանը, բայց բուն այսպես ամբողջ բանով կանգնել գյուղացու կողքին, դեռևս այդ բանին չենք հասել։ Մենք պետք է այսօր մտածենք, առաջինը բարենային անվտանգությունը մեր ստեղծել։ Մենք կարող ենք այսօր եւ միսը արտադրել, արտահանել եւ բան։ Միայն այսօր նայեք տեսեք, բանի ամեն մի բանը մոնոպոլիա է դարձել, ասենք ծորենի ներմուծում է։ Պատկերացրեք, եթե կառավարությունը կանգներ եւ այդ օլիգարխների կողքին եւ պահանջեր, որպեսզի ֆուրաժային կերներ մուծեին եւ էժան մատչելի գներով տրվեր ֆերմերներին, գյուղացիներին եւ դա մեր հրաշք գյուղացին, որ այսպիսին աշխարհում չկա, ուրեմն շատ արագ խոզի մսի արտադրություն, տավարի մսի արտադրություն մենք կարող ենք հենց մեր ներքին ռեսուրսներ, բայց չգիտենք այսօր ինչ է ներմուծում, ինչ միսա ներմուծում եւ ինչ այդ առաջերտին այդ բարենային անվտանգություն։ Ինչու՞ չէ դառնանք արտահանող երկիր, որ ունենք այսպիսի հրաշք գյուղացի հողին իր հայրենիքին նվիրված ու բան։ Երկրորդ խնդիրներից մեկը այսօր որ ազգի թունավորման բան, այսօր ես նորից եմ բարձրացրել, չի ներմուծվում բան, ասենք ինչ կոմունիստական գյուղացու համար, ասենք կայլական, ֆոսֆորական, դաշտերը միակողմանի բան է արվում, այդ ազոտական պարադանքերով, որոնք
իրենք հատկապես ձմերուկի, վարունգի, լոլիկի համար եւ վեր են ածում նիտրատների միակողմանի տալու դեպքում եւ բուսային թունավորումներ մենք այսօր չենք զգում, բայց ապագա մեր սերունդը բան։ Իսկ կոմունիստական հասարակարգի ժամանակ առանց կալիական, ֆոսֆորական այդ պարարտանյութերի երբեք հողը չէր պարարտացում եւ մարդիկ ստանում են այդ արդյունքը։ Դա այդ գերխնդիր պետք է դառնա նորից, ես առաջիններից համարում եմ, որ պետք է այդ մոնոպոլիական բանը վերածվի նաեւ բանի ֆուրաժային կերի եւ վերտնտեսությունները ամեն մի գյուղացի պատրաստ կլինի իր օջախում պահել խոս, ցլիկ եւ այդպես կա շարունակ, երբ որ նա մաչելի գներով ունենա այդ կերը եւ բազմաթիվ գիտաժողովներում էլ եւ բաներում էլ ես արտահայտվել եմ իմ կարծիքը։ Մենք ունենք այն հնարավորությունը այսօր Էրնիկյանը, որը շատ խելացի մոտեցում է ցուսաբերում, քանի անգամ արդեն կազմակերպում է էկո ֆրուկտ բանը, այդ էկոլոգիապես մաքուր բանի գիտաժողովներ, որպեսզի Հայաստանը զարգանա։ Հայաստանը միանշանակ ունի շատ բարձր կլիմայական պայմաններ էկո երկիր դառնալու համար, ինչպես գիտեք, հիմա այսօր Եվրոպան աշխարհը արդեն գնում է այդ ցուցանիշներին, որտեղ այսօր առողջ ծննդի մասին են արդեն մտածում։ Այդ գենետիկի մոդիֆիկացված սորտերը, բանը նորից պետք է իրենց տեղը զիջեն սորտային բան։ Եվ իմ նավագույն ցանկություններից մեկն է, որպեսզի մեր հայկական սորտերի վերականգնումը, ես զբաղվում եմ այդ հարցերով, որպես անհատ, որպեսզի մեր նախկին լոլիկի բանի սորտերը վերականգնենք, այդ համային հոտային բանը պաշտպանվի։ Միշտ էլ ասվում է, որ այդ աշխուժությամբ զբաղվում է կառավարությունը եւ բանը, եւ ես վերջերս ես շատ ուրախացա, որ անձամբ պրեզիդենտի հանձնարարությամբ արտահանման խնդիրն են ուզում լուծել, բանի հանձնարարականները տվել պրեզիդենտը, որպեսզի բանը գյուղ ակադեմիայի ուսաբուծության ամբիոնին, որպեսզի կարողանան բանել ֆերմերների հետ կապ հաստատեն այս պայքը կանանչեղենի բանի մյուս բանջարի արտահանման համար կենտրոններ ստեղծել, այդպիսի եթե այդպիսի բան լինի, գյուղացին բավականին առաջընթաց կունենա։ Այդ պետք է ուսումնասիրել Թուրքիայի փորձը, որ ես հոդվածներում ընթերցել եմ, ուրեմն փաստորեն Թուրքիան սովետական միությունից հայքայվելուց հետո գյուղատնտեսությունը մոտ 10-ից 15 անգամ աճել է, շնորհիվ ռուսական շուկայի արտահանման խնդրին։ Տեքստիլ արտադրությունը նորից շնորհիվ ռուսական շուկայի եւ մյուս ռեսպուբլիկաների այսօր ամենաէժանը ասեմ Թուրքիա եւ այդ մարդիկ այդ պահը կարողացան օգտագործել։ Հիմա մենք այսօր անսպառ շուկա է ռուսական շուկան, որ կարելի է բանանել եւ մեր որպես ստրատեգիական պարտներ եւ այդ բոլորը արտահանման խնդիրը լուծել գյուղացին ինստիտուտյան կունենա այդ բարձր եկամուտ եւ այդպես առաջընթաց կունենա։ Այստեղ ուրեմն այսօրվա շուկայի բանը ասենք միջազգային շուկայի ամենագերվաղահաս սորտերն են, այստեղ բանը Վալդայի ասկայի առաջի փորձն է, որ բանը ցուցադրել եմ, այնտեղ երկու նոր սորտ, որոնք սածիլը տեղափոխելուց 45 օր 50 օր հետո հասունանում են, այստեղ մեկ այլ սորտը Ռոքսանա, Ժասմինյա, Աքսյոմա եւ ամեն տարի նորագույն սրանք բամով ջերմոցել լրիվ նոր փորձարկումներ են, այսպես նոր պամիդորներ, հեսա նայեցեք ինչպիսի աղաք մեկը մյուսից ընտիր վերքեր են բանը եւ համային տեսակետի սեղանի սորտեր են համարվում, ոչ թե տրանսգեն կամ ինչ-որ Այս տեսեք առուները խողովակները շարած, որպեսզի բահ չօգտագործվի, միայն այս ցնապանը հանում ենք, այսպես ու փակում չունի, արդեն միայն էլ բահի կարիք չկա։ Իսկ այստեղ է նորից նորագույն սորտեր են, բարի։ Ուզում եք մոտիկից նայեք, այնտես ինչպես բարա այսպես։ Նա մեր պոտին որ Աստացի տեսն